Բարի լույս ընկերներ, հույսով եմ լավ նշեցիք տոները, մեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք էլ լավ նշեցինք ընտանեկան միջավայրում և այսօր մի քանի դրվագ ուզում եմ ձեզ ցույց տամ, չնայած որոշել էի, որ չնկարեմ ընդհանրապես, բայց որոշեցի կիսվեմ ձեզ հետ այս Պանդորոյի բաղադրատոմսով, որտեղ ունենք Պանդորո, և որոշեցի նրան պատրաստել տոնածառի ձևով, կրեմով, պատրաստեցի մասկարպոնե և սերուցքի կրեմ, շատ հեշտ է և երեխաներին հաղորդեցի տրամադրություն և մեզ, բավականին լավ ստացվեց և համեղ էր, ասեմ ձեզ, որտև իրականում Պանդորոն ոնց որ լինի սովորական բիսկվիտի խմոր, իրանք հենց այդպես էլ ուտում են, կամ պատրաստում են ինչ-որ կրեմ, առանձին մատուցում են, ամեն մեկը իր կտորի վրա, ինչքան որ ուզում է դնում է կրեմ և այդպես է ուտում։ Այս մեծ Պանդորոյի համար ես օգտագործեցի 500 գրամ մասկարպոնե, 250 գրամ սերուցք, որը հարեցի, ավելացրեցի մի փոքր վանիլին, Պանդորոն երբ որ վաճառում են, իր մեջ արդեն կա մի փոքրիկ պարկ շաքարի փոշու, ենթադրում եմ մի 50 գրամ լիներ ամենաշատը, ես հենց այդ քանակությունն էլ օգտագործեցի, փոշու տեսքով ոչ թե շաքարավազի, որ ավելի հեշտ հալվի, ավելացրեցի վանիլին և վերջ, այդ ամենը հարեցի և ընդամենը բիսկվիտները մշակեցի կաթով, առանց շաքարավազ, որպեսզի մի փոքր փափկեն և այսպես շերտ-շերտ ավելացրեցի վրան և վերջում կարող եք զարդարել դուք ոնց ուզում եք, մենք վերջում ավելացրեցինք պիստակի հատիկներ, դուք կարող եք ավելացնել թարմ ելակ, հատապտուղներ, որ ավելի գեղեցիկ տոնական տեսք տաք, բայց երեխաները չէին համբերում և ուզում էին ուտել, դրա համար ես այլևս էլ ոչինչ չարեցի ընկերներ։ Այս տարի մեզ մոտ նոր տարին անցավ շատ հանգիստ, տան ընտանիքի պայմաններում, ճաշեցինք, երեխաների նվերները տվեցինք, դուռը թակեցինք, կարծես ձմեռ պապիկներ գալիս, իրանք ուրախացան, գնացին, իրանց նվերները վերցրեցին, ամբողջությամբ զբաղված էինք այդ պահին նրանցով, նրանց ուրախությամբ, իրանց հետ կիսվել, բացել, իրանք շատ-շատ էին սպասում և մեր մտքին կար իմ ու ամուսնուս, երբ որ փոքրիկները գնան քնեն, մենք գնանք կենտրոն, որտեղ Ֆլորենցիայի կենտրոնում էլ շատ-շատ աշխուժակ, կան շատ համերգներ, շատ կետեր, որոնք նշում են այդ նոր տարին բոլորը դրսում, բայց երբ որ եկավ ժամը արդեն 10-11-ը, մի տեսակ արդեն մենք էլ էինք երևի հոգնել, արդեն որ ու շատ-շատ ցուրտ էր, էդ էլ ասեմ, հենց այդ օրը լավագույն կետը Ֆլորենցիայում ամեն դեպքում ինձ համար դա բարձրանալ Պիացցալե Միքելանջելո, այնտեղից դուք տեսնում եք ամբողջ քաղաքը ձեր առջև և եթե դուք չեք եղել հենց 31-ի գիշերը այդտեղ, ես ձեզ ասեմ շատ եք կորցրել, չնայած որ մարդաքանակը բավական ոչ շատ անվտանգ է, սենց ասեմ, բայց այդ տեսարանը ժողովուրդ, ժամը 12-ին, քաղաքը ոչ թե մեկ տեղում է այդ սալուտները, օրինակ մեր մոտ հրապարակում է կամ մի քանի վայրում է չէ լինում հիմնականում, այստեղ ոչ, այստեղ ամեն թաղամասում մարդիկ իրենք կազմակերպում են այդ սալուտները ու դուք չեք պատկերացնում, դուք որ նայում եք քաղաքին, ձեզ թվում է, որ ամբողջ քաղաքը վերևից ներքև սալուտ է, դուք չգիտեք ձեր աչքերը որ կողմ ուղղեք, որ կողմը նայեք, այնքան սալուտ է ամեն տեղ ու պատկերացրեք այդ ամենից հետո ես լսում եմ այդ ձայները, այն հույսով որ կարող եմ ինչ-որ մի բան տեսնեմ և պարզվեց այս մեր թաղամասը շատ ակտիվ, փաստորեն այդ սալուտ խփողներից է ժողովուրդ, ես կաշխատեմ հեսա կադրել ձեզ տեղադրեմ, երկու կողմից է տերասաների, դուք չեք պատկերացնում այդ ինչ սալուտներ էր և այդ ինչ տեսարան էր, ես ձեզ ասեմ պետք էլ չէր Միքելանջելո գնալ, որովհետև մեր տուն էր նա եկել, մեր տան կողքն էր բառի բուն իմաստով այդ բոլոր գեղեցիկ սալուտները
Ես հիմա կաշխատեմ անպայման ձեզ տեղադրեմ, որ դուք էլ տեսնեք, հիանալի էր ու տևեց երևի 30 րոպե, անընդմեջ ժողովուրդ, չնայած նրան, որ այս տարի Իտալիան արգելք է դրել բոլոր սալուտների, բոլոր տեսակի հրավառությունները արգելված էին, բայց ցավոք սրտի, չգիտեմ ինչքանով ցավոք սրտի, որտեղ շատ գեղեցիկ էր, ժողովուրդը դա անտեսել էր։ Ընկերներ, վերջապես բերեցին մեր լավ սիթը, այսինքն բերեցին, որ նամուսինս բերեց, պատվիրել էինք, որ գնար IKEA-ի դեպոզիտ և մենք գնացինք այնտեղից վերցրեցինք, դրա համար վճարել ենք 9 եվրո, իսկ լավ սիթի համար վճարել ենք 159 եվրո։ Ինձ թվում է այս մահճակալի հետ ինքը պետքա շատ լավ գնա և ընդհանուր առմամբ այս պահարանների ամեն չի։ Եկեք միասին բացենք և հավաքենք այն։ Զինվել եմ բոլոր գործիքներով, ընկերներ ջան։ Այսպես բացվում է։ Ոտքի ամեն ինչ ստեղ են ընկերներ, փորձենք հավաքել այն։ Այսպիսի բանալի ունի։ Ընկերներ, հավաքեցի, մի քիչ գույնով ավելի բացակ քանց մահճակալը, չգիտեմ, ինչ եք կարծում, լավա թե պետք է անպայման նույն գույնը լինի, չգիտեմ, բայց տենց հարմար ան, տենց չափով մանով, այստեղ բացվում է, այս տեսակ կոնտեյներ ունի արդեն տեսակ, որ հավաքում է, բավականին մեծ, ահագին բան կարելի է պահել, ձեզ ասեմ, շատ բավականին պինդ մակերես ունի, ընդհանուր ինձ թվում է սենյակի ոճի հետ գնում է, ես օրինակ շատը նայում էի, որ
Այս պահարանից բռնակները սև, այս էլ նույն ոճի մեջ սրա ոտքերն էլ են սև, լուսացույցի վրա է սև դետալներ կա, այսինքն այդ սիստեմայով ամեն ինչը սենց իրար հետ կարողացել եմ ստեղծել, լրիվ նույն գույները չեն, այսինքն մոխրագույնների երանգներ են, բեժերի երանգներ են, սպիտակի տարբեր երանգներ են, բայց ինձ թվում է ընդհանուր առմամբ վատ չի նայվում, չէ՞, ինչ եք կարծում։ Ու ինձ թվում է հարմար է առավոտյան հագնվել, շոր դնել, եւ այստեղ էլ նույնիսկ եթե պահարանը բացում եմ, էլի տեղ մնում է, այնպես չի, որ տեղ չի մնում։ Այնպես որ ընկերներ, իմ կարծիքով վատ չի, ինչ եք կարծում դուք։ Կիսվեք ձեր մտքերով։ Այստեղ մեզ պակասում են միայն գիշերասեղանները, որոնք դեռ չկան, որտեղ մենք չենք գնել, բարակույրները կան, և վերջ, այսպես ընկերներ, այսպիսին է։ Ինձ թվում է վատ չի կթողնեմ այստեղ, որտև մեկն էլ ուզում եմ շատ սրան նման, նախամուտքում կահույքի տակը դրվի, ինձ թվում է էլի վատ չի լինի, ընկերներ, կիսվեք ձեր մտքերով, ձեզ դուր եկավ մեր սենյակը ընդհանուր, թե ոչ, ինձ դուր է գալիս, մնում են մի քանի փոքր դետալներ և վերջ, սա կարելի է համարել արդեն ավարտված սենյակ։